Արդեն մի քանի օր է համացանցում ակտիվորեն տարածվում է դերասանուհի Դիանա Տորեսի մասնակցությամբ այն տեսանյութերը, որտեղ դերասանուհին հանդես է եկել ուղիղ եթերով և հայհոյախառն արտահայտություններ է հնչեցրել իր ուղիղ եթերի ընթացքում։ Այս մասին մենք ավելի վաղ մանրամասն մի քանի հրապարակումներով հանդես ենք եկել, իսկ այժմ ներկայացնում ենք Դիանա Տորեսի վերջին հրապարակումը, որտեղ դերասանուհին ցույց է տալիս, որ հայտնվել է հիվանդանոցում, կաթիլայիններ է ստանում, ըստ ամենայնի նա սրտի շրջանում խնդիրներ ունի։ Մենք չենք պատրաստվում ցիտել Դիանա Տորեսի խոսքերը, սակայն ողջ համացանցն է տեղյակ, թե ինչպիսի հայհոյախառն արտահայտություններ է դերասանուհին հնչեցրել իր ուղիղ եթերի ընթացքում։ Այս տեսանյութերը տարածվում են համացանցով մեկ, մինչ օրս դրանք ակտուալ են։ Շատերը սպասում են սցենարիստ Դիանա Գրիգորյանի հրապարակմանը, պատասխան հրապարակմանը Դիանա Տորեսի արտահայտություններին, սակայն Դիանա Գրիգորյանը շարունակում է իր ինստագրամյան հարթակում բացառապես աշխատանքային գործընթացից դրվագներ հրապարակել և ասես արհամարհում է Դիանա Տորեսի հայհոյախառն արտահայտությունները, ակնարկները, որոնք միգուցե ուղղված են իրեն։ Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ էլ դերասանուհին ինստագրամյան հարթակում պատասխանում էր այն հարցերին, թե ինչու է նման հայհոյախառն ելույթներ ունեցել։ Դիանա Տորեսին հետևյալն են գրել. «Ախր չի պատկերացնում, որ դուք նման ձև կխոսեք ու նմանվեք մյուսներին, ահա որ է չեմ հավատում։ Եթե ձեր մահացած ծնողներին որոշակի անդաստիարակների խումբ կպնեին, առանց իմանալու և առանց ճանաչելու, եւ ապա կարծում եմ, որ դուք էլ կպորտկայիք։ Երբեք մի քննադատեք, չիմանալով ճշմարտությունը», գրել է դերասանուհին հրապարակելով իր երջանկային շատակ ծնողների լուսանկարները։ Սակայն ինչպես ավելի վաղ մենք կարող ենք փաստել նաև, դերասանուհին իրեն անձնապես վիրավորողներին էր որոշել հայհոյախառն բառեր հնչեցնել։ Նշենք նաև, որ Դիանա Տորեսը մշտապես աչքի է ընկել իր իշխանական հայացքներով, նա Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որևէ հրապարակում բաց չի թողնում արտահայտելու իր սերը նրա հանդեպ։ Ձյան տակ քայլելու և ռոմանտիկ երաժշտություններ այդ նյութերի տակ դնելու փոխարեն ես պետք է ստիպված գործնական ստորի անեմ, որովհետև այն ամենը անելու ժամանակ չունեմ։ Ուրեմն ես ուզում եմ ասել հետևյալը, հարգելիներս, եթե ես որևէ հոդվածի, որևէ նյութի չեմ անդրադառնում, դա դեռ չի նշանակում, որ այդ հոդվածը նյութը համապատասխանում է իրականությանը։ Եթե ես չեմ հերքում, չեմ խոսում այդ մասին, դա դեռ չի նշանակում, որ այդ ամենը ճիշտ է ու համապատասխանում է իրականությանը։ Ես հասկացել եմ մի բան, որ այս կյանքում արհամարանքը այլևս չի դիտվում իբրև պարզապես վերևից այդ իրավիճակին նայելու տարբերակ, դիտվում է որպես համաձայնություն, դա իրականում այդպես չէ։ Ես ուղղակի չեմ ուզում իջնել տվյալ հոդվածը, տվյալ նյութը, որը չի համապատասխանում բացարձակի մանձի իմ գործունեության հետ, չեմ իջնում տվյալ նյութը գրողի մակարդակին, չեմ իջնում տվյալ նյութը հեղինակողի մակարդակին, որովհետև նախ ես ժամանակ չունեմ և երկրորդ իմ կյանքում առավել կարևոր արժեքներ կան։ Ես չեմ կարող պատկերացնել այն մարդկանց, ովքեր ընթերցողին սնում են սուտ նյութերով, վաստակում են գումար, վերնագրում են դա աշխատանք, ու հետո այդ գումարով գնում են, հաց են գնում և ուտում են։ Ես չեմ հասկանում այդ մարդկանց, նույնիսկ երբ ուզում եմ պատկերացնել այդ մարդկանց, մտածում եմ, որ իրենք անմարդկային տեսք ունեն, տարօրինակ տեսք ունեն եւ այլն։ Ինչևէ, իմ մտերիմները միշտ ինձ մեղադրել են լռության մեջ, որ ես լուռ եմ, որ ես չեմ հերքում, որ ես կուլ եմ տալիս այն բոլոր թեկուզ վատ մեկնաբանությունները, որոնք հնչում են իմ նախագծերի վերաբերյալ, նախագծերի հետ կապված չարախոսությունները եւ այլն, անձնական։ Ես ինչու եմ լուռ, որովհետև ես արդեն ասացի, որ ես չեմ ուզում հավասարվել այդ մարդկանց բացարձակ, բայց հասկացա մի բան, որ լռելով այդ մարդկանց թևեր ես տալիս, որովհետև իրենք լռության իմաստը չեն հասկանում։ Ասում են, չխոսելով շատ բան կարող ես ասել, բայց հավանաբար մարդիկ
չեն հասկանում այդ ամենի իմաստը, չեն հասկանում փիլիսոփայություն, չեն հասկանում հոգեբանություն, չեն հասկանում կյանքն ինչպես է։ Շատ հարցեր են ինձ տալիս, տարբեր թեմաների հետ կապված։ Օրինակ հարցնում են, արդյոք ես օգնում եմ կարիքավոր մարդկանց։ Այո, իհարկե։ Բա ինչու դա չի երևում։ Իսկ ինչու երբ որ պետք է օգնես, պետք է պարտադիր նկարես։ Այսինքն ես օգնում եմ, որ ցույց տամ, որ ես օգնում եմ։ Շատ մակերեսային եք իրականում, ու ես զարմանում եմ, թե ոնց է հասարակությունը այդպես ապրում։ Ոնց է հասարակությունը կարողանում հարթակային կյանքի արգղիկը վարդագույն ժապավենով կուլ տալ ու մտածել, որ դա այդպես է։ Ոնց են մարդիկ կարողանում ապրել, իրենց կյանքը թողած ապրել ուրիշի կյանքով։ Ձեզ թվում է, թե հիմա ժամանակները փոխվել են, ամեն ինչ շատ լավ է, արթնանում, միանգամից մտնում ենք այս էկրանի մեջ, տեսնում ենք, թե ով ինչպես է արթնացել, ով ինչպես է իր դարակը դասավորում, հագուստը որտեղ է դնում, ասենք տաբատը որտեղ է դնում, գուլպաները որտեղ է դնում, կամ մտնում է տուն, ինչ է անում առաջնահերթ, լվացվում է պարտադիր։ Ես լրիվ անկեղծ եմ ասում, ես հասկանում եմ, որ ասում են, դե այսօր ժամանակահատված մենք առաջ են գնում եւ չէ, ոչ, սխալվել եք ընկերներ, մենք առաջ չեն գնում, մենք հետ ենք գնացել, մենք առաջ ապրում էինք, իսկապես ապրում ենք, թեպետ ես դրա զոհը չեմ, Փառք Աստծո, ես դրա զոհը չեմ։ Ես հիշում եմ, որ մեր ամառային արձակուրդներին այդ 3 ամիսներն այնքան երկար էին ինձ թվում, որ ես այլևս ունեինք պարտադիր ընթերցանություն, գրքերը ավարտում ենք, ամեն ինչ ավարտում ենք, կարդում ենք, մի խոսքով լրիվ ավարտում ենք, բայց դեռ ժամանակ կար։ Ես օրեր է հաշվում, թե երբ է այդ 3 ամիսն անցնելու, որ ես գնայի դպրոց։ Հիմա աչքդ բացում ես, լույս է միան։ Ես օրեր է հաշվում, թե երբ է այդ 3 ամիսն անցնելու, որ ես գնայի դպրոց։ Հիմա աչքդ բացում ես, լույս է միանգամից փակում ես, արդեն վերջ, գիշեր է, պետք է քնես, նորից առավոտյան արթնանաս ու չես հասցնում, վազում ես կյանքի ետևից ու չես հասցնում, գիտեք ինչու։ Որովհետև մենք այլևս դադարել ենք ապրել մեր կյանքով, որովհետև մեր կյանքը արդեն այստեղ է, էկրանի մեջ է, սարսափելի բան է, սա դժբախտություն է, սա ողբերգություն է, սա կործանում է, սա կործանարար է։ Ու եթե կան մարդիկ, ովքեր ասում են, որ չէ, հիմա կյանքը ավելի լավ է, հեշտացել է եւ այլն, չգիտեմ, չէ, չկա նման բան, այսօր մենք չենք ապրում։ Մի խոսքով, քանի որ խցանում է, ես փորձեցի այս ուրեմն առիթից օգտվել, իսկ այս առիթը շատ հաճախ է ինձ ընձեռվում, բայց ես փորձեցի այսօր առիթից օգտվել եւ խոսել ձեզ հետ ու ասել, որ ընկերներ, փորձեք ապրել ձեր կյանքը, փորձեք այն ճիշտ ու մաքուր ապրել, փորձեք այն լցնել հետաքրքիր պատմություններով, ձեր կյանքը լցրեք հետաքրքիր գույներով, լիացեք, հիացեք ձեր գործերով, առաջ գնացեք, կարդացեք, կրթվեք, սնեք ձեզ միայն լավ նյութերով, լավ ֆիլմերով, մի փնովեք դիմացինի գործը, որովհետև դա ձեզ ոչինչ չի տալու, այդ մաղձը ձեր մեջ է, ու ինչքան փնովեք վատը ձեզ է գալու, որովհետև դա է կյանքի օրենքը, փորձեք գնահատել փորձեք գնահատել դիմացինի գործը, եթե կարող եք օգնել, որպեսզի դիմացինի գործը ավելի լավը լինի, եթե չեք կարող օգնել, ապա մի փնովեք, որովհետև մարդիկ աշխատում են, որովհետև այնտեղ աշխատում են արտիստներ, աշխատում է, ես իմ աշխատանքի հետ կապված եմ ասում, մի մեծ ստեղծագործական խումբ, որ այս եղանակային պայմաններում չեն դադարեցնում իրենց աշխատանքը, օր ու գիշեր մենք աշխատում ենք, որ կարողանանք ինչ-որ չափով կտրել ձեզ, որ կարողանանք ձեր երեկոյի այդ 40 րոպեն ինչ-որ հետաքրքիր ամեն ինչ անում ենք դրա համար, որ հետաքրքիր լինի, ժամանց ապահովել ձեզ համար։ Մի խոսքով, բարի եղեք, լավ մնացեք եւ թող այս ձյունը մաքրի այն մարդկանց հոգիները, սրտերը, որոնց մեջ կա մաղձ, թույն եւ թող այս ձյունը մաքրի այն մարդկանց հոգիները, սրտերը, որոնց մեջ կա մաղձ, թույն եւ իրենք ներարկիչի մեջ
եւ իրենք այդ ներարկիչի մեջ այդ թույնը քաշած սպասում են, թե ում պիտի ներարկեն դա։ Ափսոս է ձեր կյանքը։ Դե նետեք այդ ներարկիչները թույնով լի եւ սնեք ձեզ միայն լավով։ Այսօր ես կփորձեմ հնարավորինս ավելի ակտիվ լինել եւ պատասխանել ձեզ ուզող հարցերի։